Հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր ներկայացրեց ազգային ժողով Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու պահանջով։ Հոկտեմբերի 2-ին խորհրդարանը բավարարեց միջնորդությունը եւ քվեարկությանը մասնակցած 71 պատգամավորներից 64-ը կողմ քվեարկեցին։ Այս միջնորդությունը, ինչպես նաև դրան նախորդած նախաքննությունն արդեն իսկ արժանացել են տարաբնույթ, այդ թվում քաղաքական գնահատականների։ Խորհրդարանական քննարկումների ժամանակ ևս պատգամավորներից ոմանք փորձեցին հարցը քաղաքականացնել, միջնորդագրում մատնանշված իրավական հարցադրումները ստորադասելով։ Եվ այդուհանդերձ ձեռնպահ մնալով ամեն տեսակ վերլուծություններից ու գնահատականներից, փորձենք մեկ անգամ ևս ներկայացնել գործի բուն էությունը, բացառապես իրավական հարթությունում։ 2012 թվականի մայիսի 25-ին ազգային անվտանգության ծառայությունում հարուցվեց քրեական գործ։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով։ Հոդված 179 երրորդ մաս առաջին կետ յուրացնելը կամ վատնելը հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը առանձնապես խոշոր չափերով պատժվում է ազատազրկմամբ 5-ից 8 տարի ժամկետով գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։ Հոդված 190 երրորդ մաս առաջին կետ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը, հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը կամ փոխանցումը, որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները կամ պատկանելությունը թաքցնելը, կամ խեղաթյուրելը, կամ գույք ձեռք բերելը, կամ տիրապետելը, կամ օգտագործելը կամ տնօրինելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ 6-ից 12 տարի ժամկետով գույքի բռնագրավմամբ։ Դեռևս 2010 թվականի ամռանը Վարդան Օսկանյանի նախաձեռնությամբ Civitas հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ մասնագիտությամբ տնտեսագետ Տիգրան Կարապետյանը ձեռնմուխ է եղել ԱՄՆ-ում գրանցված Huntsman International եւ Polymer Materials Inc. կորպորացիաների կողմից Երևան քաղաքի Արցախի 49 հասցեում գտնվող երկաթբետոնե կառուցվածքների 1991 թվականին լուծարված գործարանի բազայի հիմքերի վրա պանելային արտադրություն կազմակերպելու նպատակով Հայաստանում հիմնադրված Huntsman Building Products սահմանափակ պատասխանատվության ընկերության 1 միլիարդ 153 միլիոն դրամի կանոնադրական կապիտալով 100% բաժնեմասի առք ու վաճառքի գործակի նախապատրաստմանը։ Արդյունքում 2010 թվականի հոկտեմբերի 5-ին Երևան քաղաքում Տիգրան Կարապետյանի եւ որոշյալ կորպորացիաների լիազոր ներկայացուցիչ ԱՄՆ-ի քաղաքացի Մայքլ Իդեսի միջև կնքվել է բաժնեմասի փոխանցման երկու պայմանագիր, որի համաձայն Huntsman International եւ Polymer Materials Inc. կորպորացիաներին պատկանող բաժնեմասի ողջ փաթեթը ընդամենը 960 դրամ խորհրդանշական գնով վաճառվել է ֆիզիկականանց Տիգրան Կարապետյանին պայմանագրի 12.11 բաժնում ամրագրված պայմանով ու գնորդի ստանձնած պարտավորությամբ առ այն, որ գործարքի ավարտից հետո ընկերությունների ակտիվների եւ բաժնեմասերի օգտագործման կամ օտարման դեպքում տվյալ գործարքից կամ վաճառքից ստացած հասույթը ու այլ եկամուտները առանց հարկերի եւ հիմնավորված ծախսերի պետք է ուղղվեն բացառապես Huntsman International եւ Polymer Materials Inc. կորպորացիաների հավանությանն արժանացած բարեգործական նպատակներին նրանց բացահայտ հիշատակումով որպես տվյալ գումարի նվիրատու եւ հովանավոր, ինչպես նաեւ 577,797 դոլարը եւ 11 միլիոն դրամը ընդհանուր չափով փոխառությունների մարումը նույնպես պետք է ուղղվի բացառապես բարեգործական նպատակներով նույն կորպորացիաների կողմից հանձնարարված անձին։
Նախաքննական մարմնի տվյալներով, ինչը չի հերքում նաև Վարդան Օսկանյանը, վաճառքից գոյացած գումարից 520 միլիոն հայաստանյան դրամը փոխարկել է 1.427.000 ամերիկյան դոլարի եւ 2011 թվականի հունվարի 13-ին վճարման 1 հանձնարարագրով փոխանցել ՎՏԲ Հայաստան բանկ Փակ բաժնետիրական ընկերությունում Վարդան Օսկանյանի անձնական հաշվեհամարին Civitas-ի բարեգործական նպատակներով օգտագործելու համար։ Սակայն Վարդան Օսկանյանն այն պահել է իր հաշվեհամարի վրա, իսկ որոշ մասն էլ ծախսել անձնական նպատակներով։ Նախաքննական մարմնի գնահատմամբ կան բավարար հիմքեր նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար, եւ գլխավոր դատախազը ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել միջնորդագիր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին։ Քանզի ազգային ժողովի падգամավորները անձեռնմխելի են եւ նրանք ոչ միայն չեն կարող կալանավորվել, այլ նաեւ որպես մեղադրյալ ներգրավվել։ Սակայն Օսկանյանն այդ գումարը Civitas հիմնադրամին ամբողջությամբ փոխանցելու փոխարեն պահել է իր անձնական հաշվեհամարին։ Հետագա երկարատև ժամանակահատվածում այն տնօրինել նվիրատուի կամքից եւ նախապես հայտարարված պայմաններից ու նպատակներից չբխող եղանակով ու կարգով, այդ թվում շուրջ $181,000 գումարը ծախսել է իր անձնական նպատակներով։ Համապատասխանաբար ամերիկյան կողմի նվիրաբերած 530 միլիոն դրամ գումարը Civitas հիմնադրամի հաշվեկշռում չի հաշվառվել, ինչպես նաև չի արտացոլվել հիմնադրամի 2011 թվականի գործունեության մասին Հայաստանի Արդարադատության նախարարության ներկայացված ֆինանսական հաշվետվությունում, որը ըստ հիմնադրամի մասին օրենքի պետք է տեղեկություններ պարունակի ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված ֆինանսական միջոցների ընդհանուր չափի եւ դրանցում կանոնադրական նպատակների իրականացման ուղղված ծախսերի չափի մասին։ Հատկանշական է, որ ազգային ժողովի падգամավորի թեկնածու առաջադրվելիս Վարդան Օսկանյանը 2012 թվականի մարտի 20-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնելով 2011 թվականի մարտի 1-ից մինչև 2012 թվականի մարտի 1 ընկած հաշվետու ժամանակաշրջանում իր անձնական գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիրը դրամական միջոցները հայտարարագիր ներկայացնելու օրվա դրությամբ բաժնում նշել է $1.100,000 կանխիկ գումար արկայության մասին որպես իր դրամական միջոցներ։ Մինչդեռ 2012 թվականի հունիսի 13-ին, երբ արդեն հարուցված էր եւ քննվում էր այս քրեական գործը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ արկա գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց վերաբերյալ իր հայտարարագրում նշել է 2012 թվականի մայիսի 1-ի դրությամբ եկամուտների կամ դրամական միջոցների բացակայության մասին։ Վարդան Օսկանյանը ներկայումս հրաժարվում է ցուցմունքնել տալ քրեական վարույթն իրականացնող մարմնին եւ իր պարզաբանումները ներկայացնել գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցների առնչությամբ։ Քրեական գործում առկա են մի շարք վկաների ցուցմունքներ, Civitas հիմնադրամի 2010-11 թվականների գործունեության մասին ֆինանսական հաշվետվություններ, հիմնադրամի հաշվապահական հաշվառումը, 2008 թվականի հունիսի 11-ից վարող Պարադիգմա Արմենիա խորհրդատվական հետազոտական ընկերության ներկայացրած պաշտոնական տեղեկատվությունն ու պարզաբանումները, գործով կատարած դատա ապրանքագիտական, դատա հաշվապահական համալիր փորձաքննության եզրակացությունները, բաժնեմասի վաճառքից ստացված հասույթի տնօրինման կարգն ու պայմանները, ամրագրող պայմանագրերը, հանձնարարագրերը ու համապատասխան էլեկտրոնային նամակների պատճեններն ու դրանց թարգմանությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկատվությունները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից ստացած փաստաթղթային հիմքերը եւ գործին կցված բազմաթիվ այլ փաստաթուղթ ապացույցներ։ Այսպիսով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս Վարդան Օսկանյանին սույն քրեական գործով ներգրավելու որպես մեղադրյալ, առաջադրելով մեղադրանք առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ յուրացնելու եւ յուրացման արդյունքում ստացված եկամուտներն օր իրականացնելու համար,
Այսինքն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի առաջի կետով եւ 190 հոդվածի 3-րդ մասի առաջի կետով։ Միջնորդագրի քննարկման ժամանակ падգամավորներին հետաքրքրող հարցադրումները բազում էին, որոնց առանցքում մտահոգությունն էր, թե արդյոք այդպիսով չի խոչընդոտվի Վարդան Օսկանյանի քաղաքական գործունեությունը, ինչին գլխավոր դատախազի պատասխանը ժխտողական էր։ Աղվան Հովսեփյանը հավաստիացրեց, որ Օսկանյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվելու։ Միջնորդությունը արվել է այն նպատակով, որպեսզի ազգային ժողովը իր համաձայնությունը տա Վարդան Օսկանյանի կարգավիճակը քրեական գործով փոխելու։ Այսինքն նրան որպես մեղադրյալ ներգրավվի, որը հնարավորություն կտա նախաքննություն իրականացնող մարմնին, արդեն որպես մեղադրյալի հարցումներ անել, դատարանից պահանջել, միջնորդել դատարանին, որպեսզի որոշումներ կայացվի, այս բոլոր դրամական միջոցների շարժը դատավարական եղանակով ստուգելու, ի հայտ բերելու, օրինական ճանապարհով գնահատելու, այսինքն իրականացնելու բազմակողմանի լրիվ նախաքննություն։ Ինչպես նկատում եք, այստեղ միջնորդությունը արված է միայն եւ միայն որպես մեղադրյալ ներգրավելու եւ որևէ կալանքի կամ ձերբակալության հարց չի առաջ քաշվում։ Դրանով իսկ նախաքննության մարմինը հնարավորություն է տալիս, որպեսզի հնչեցին նաեւ քաղաքական երանգներ, հնարավորություն է տալիս չի զրկում Վարդան Օսկանյանին, падգամավոր Վարդան Օսկանյանին զբաղվելու իր падգամավորական գործունեությամբ, օգտագործելու ամբիոնը ազգային ժողովի որպես падգամավոր, ազատ տեղաշարժվելու, որովհետև նորից եմ կրկնում նրա նկատմամբ որպես խափանման միջոց այդ իրավունքները սահմանափակող չի կիրառվել եւ չի կիրառվելու, քանի որ ես գիտեմ նաեւ նախաքննություն իրականացնող մարմնի դիրքորոշումը։ Նա կարող է ազատ տեղաշարժվել եւ ազատորեն իրականացնել իր գործառույթները եւ որպես падգամավոր եւ որպես հասարակական քաղաքական գործիչ։ Խոսքը վերաբերում է միայն իրավական ասպեկտների մասին։ Պատասխանելով ազգային ժողովի падգամավորների հարցերին, թե ինչու քրեական գործը հարուցվեց այն ժամանակ, երբ Օսկանյանը սկսեց զբաղվել քաղաքականությամբ, Աղվան Հովսեփյանը վստահեցրեց, թե միջնորդագիրը քաղաքական երանգ չի պարունակում։ Գլխավոր դատախազն իր ելույթում անդրադարձավ նաև գործինյութերին, թե ի վերջո ինչու է նախաքննական մարմինը սկսել հետաքրքրվել բարեգործության նպատակով Վարդան Օսկանյանի միջոցով Սիվիլիտասին փոխանցված գումարով։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազն արձանագրեց, որ փոխանցված գումարների մասին տեղեկատվություն իրավապահները ստացել են ֆինանսական դիտարկումների կենտրոնից, քանզի գործող օրենսդրության համաձայն 20 միլիոն դրամից ավելի փոխանցումները նշված կենտրոնի տեսադաշտում են։ Օրենք Հայաստանի Հանրապետության փողերի լվացման եւ ահաբեկչության դեմ պայքարի մասին, որի 5-րդ հոդվածը գրում է, նշում է, որ գործարքներ, որոնց արժեքը գերազանցում է 20 միլիոն դրամը, պետք է տրամադրվեն համապատասխան լիազոր մարմիններին դրան շարժը ստուգելու համար։ Անշարժ գույքի հետ կապված գործարքները, որոնց արժեքը գերազանցում է 50 միլիոն դրամը։ Առիթը հանդիսանում է սա եւ դրա հիման վրա ազգային անվտանգության օպերատիվ ծառայությունները իրականացրել են որոնողական աշխատանքներ, վերցրել են բացատրություններ, մինչ քրեական գործ հարուցելը եւ ներկայացրել են քննչական մարմիններին եւ քննիչը դա որպես առիթ եւ հիմք հանդիսացնելով հարուցել է քրեական գործ եւ կատարել նախաքննություն։ 1 միլիոն 200,000-ը ձևակերպվել է որպես տիպային ավանդ Վարդան Օսկանյանի անունով, մնացած գումարներից 227,000 դոլարը մնացել է Վարդան Օսկանյանի հաշվեհամարին, որը ինքը ծախսել է կանխիկացնելու միջոցով, փոխանցելու միջոցով տարբեր հաշվեհամարներին եւ իր հարազատներին։ Ինչպես երևում է, նորից եմ կրկնում Վարդան Օսկանյանի ներկայացրած հենց շարժից։ Այսինքն, բացի այն գումարը, որ Օսկանյանի կողմից որպես տիպային ավանդ տրվել է, ձևակերպվել է բանկում, մնացած 227,000-ը ամբողջությամբ ծախսվել է
այդ թվում նաև, ինչպես նշեցի, այս շարժից մենք հանել ենք ներկայացնում եմ ձեզ 181,000-ը անձնական նպատակներով օգտագործված գումար է, անձնական ծախսեր է կատարել, ինչը համաձայն օրենքի կոչվում է յուրացում։ Իր ելույթում Աղվան Հովսեփյանը պատասխանեց նաև պատգամավորների բարձրացրած այն հարցին, թե ինչու են իրավապահները հարուցել քրեական գործ, երբ հանցմանները ըստ Օսկանյանի բաժանած փաստաթղթերի չեն բողոքում, որ նրանց գումարը պահվել է իր մոտ։ Ներկայացված է այսպիսի տեղեկություն, նամակը վերահաստատում է Huntsman International եւ Polymer Materials ինկորպորացիայից մեր նախորդ խնդրանքը, որ Huntsman Building Products համանախապակ պատասխանատվության ընկերության բաժնեմասի վաճառքից ստացված հասույթը հատկացվում է Civitas հիմնադրամին իր բարեգործական նպատակներով օգտագործելու համար, որն իրականացում է իր հիմնադիր եւ խորհրդի նախագահ պարոն Վարդան Օսկանյանի միջոցով իր հայեցողությամբ առանց ժամկետների, ով մենք հասկանում ենք, որ ԻՊԱ է թողել իր մոտ եւ շարունակում է պահել այդ միջոցները հիմնադրամի անունից այս միջանկյալ ժամանակահատվածում։ Խոսքը սեպտեմբերի 12-ին ստացված նոր գրության մասին է։ Կուզենայի, որպեսզի այս կապակցությամբ բարձրաբանումներ տրվեն։ Այդ գրությունը պարոն Օսկանյանի կողմից տրամադրվել էր նաև ինձ, մինչ ձեզ անձնելը։ Ասեմ, որ այդ գրության մեջ հանցմանները չեն բացառել նախկին պայմանագիրը, որը կնքվել է այդ գումարների ծախման շարժի հետ կապված։ Նրանք եւս մի անգամ պնդում են, որ այդ գումարները տրամադրվել է Civitas հիմնադրամին բարեգործություն անելու նպատակով, բայց Վարդան Օսկանյանի միջոցով։ Այսինքն տրամադրվել է Վարդան Օսկանյանին, որպես Civitas հիմնադրամի նախագահ, վստահվել է նրան, որպեսզի նա այդ գումարները ուղղի Civitas հիմնադրամին եւ գումար օգտագործվի Civitas-ի շահառուների օգտի համար։ Իդեպ Աղվան Հովսեփյանը ազգային ժողովում ներկայացրեց նաև Civitas հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների նախաքննական մարմնին տված որոշ ցուցմունքներ, որով ըստ բանախոսի հավաստվում է, որ խորհուրդը տեղյակ չի եղել խնդրահարույց դրամական միջոցների շարժից։ Այդ փաթեթում կա, ինչպես արդեն դուք նշեցիք, հոգեբարձուների խորհրդի մի քանի անդամների գրություն այն մասին, որ իրենք տեղյակ են եղել այդ դրամական միջոցների շարժից։ Սակայն ասեմ, որ հոգեբարձուների խորհրդի անդամներից ոմանք, չի ուզենայի ես այստեղ նշել նրանց անուն ազգանունները, հարցաքննված են քրեական գործով եւ ցուցմունքներ են տվել այն մասին, որ նրանք բացառապես տեղյակ չեն եղել այդ գումարների փոխանցման մասին։ Այն անդամները, որոնք այստեղ նշված են պարոն Օսկանյանի կողմից ներկայացված փաստաթղթերում եւ որոնց ազգանունների առաջ ես չգտա ստորագրություններ։ Բայց քրեական գործում նրանք ցուցմունքներ են տվել եւ քրեական գործում տված ցուցմունքների յուրաքանչյուր էջի տակ առկա են նրանց ստորագրությունները։ Բացի դա, այստեղ անձիկ են եղել, որ այն ժամանակ դեռևս հոգեբարձուների խորհրդի անդամներ չեն եղել, որոնք նշված են այս նամակների մեջ։ Մասնավորապես ասեմ, Վահե Աղաբեկյան, որը հարցաքննված է քրեական գործով եւ այժմ հանդիսանում է հիմնադրամի տնօրենը, որ ցուցմունք է տվել, որ ինքը տեղյակ չի եղել այդ գումարների փոխանցման մասին։ Բայց եթե նույնիսկ հաշվի առնենք մենք այս նամակի բովանդակությունը, դա դեռ չի նշանակում, որ հոգեբարձուների խորհրդի անդամները իրավունք ունեն թույլատրելու, որ Վարդան Օսկանյանը այդ գումարները կարող է տնօրինել անձնական նպատակների համար, անձնական կարիքների համար, որովհետև հոգեբարձուների հիմնադրամների մասին ընդունած օրենքը ուղղակիորեն դա արգելում է։ Գլխավոր դատախազը նաև հավաստիացրեց, որ նախաքննական մարմնի խնդիրն է պաշտպանել Civitas-ի գույքային շահերը։ Civitas հիմնադրամի գույքային շահերն է եւ նրա շահառուների գույքային շահերն է, որ պաշտպանում է նախաքննության մարմինը։ Այստեղ ոչ թե ի վնաս Civitas հիմնադրամի է, այլ ի օգուտ Civitas հիմնադրամի։ Եվ նախաքննության մարմնի կողմից իրականացված բոլոր գործողությունները ուղղված են հենց դրան։
Civitas հիմնադրամի գույքային շահերը պահպանեն։ Դրա վկայությունն է այն, որ քրական գործ հարուցելուց եւ հունիսի սկզբին Օսկանյանի հարցաքննելուց միակ հարցաքննությունն էր դա։ Հետո պարոն Օսկանյանը անմիջապես շտապել է 200 քանի հազար դրամ փոխանցել Civitas-ի հաշվին։ Մնացած գումարները ապահով գտնվում են բանկի համապատասխան բաժնի վրա։ Եվ ձեր կողմից համաձայնություն ստանալուց հետո դուք իրավաբան եք, նախաքննության մարմինը բնականաբար դրա վրա պետք է շարժի վրա կալանք տնի եւ այդ գումարները հետագայում ուղղվի Civitas հիմնադրամին որպես բարեգործական գումարներ։ Վարդան Օսկանյանը չի ընդունում, որ իր կողմից չարամտությամբ թույլ է տրվել որևէ խախտում, թեև նշեց, որ սեպտեմբերի 29-ին 807,000 ամերիկյան դոլարը իր հաշվեհամարից փոխանցել է Civitas-ի հաշվեհամարին։ Տարվա վերջին Civitas-ի գարիկները եղել են 227,000-ից ավել, 90,000-ով, որպես ես այդ ավանթը չգոդրեմ եւ դոգոսը չգործնենք, այդ 90,000-ը ես տվել եմ իմ անձնական հաշիվներից։ Այստեղ շատ հստակ երևում է, որտեղ ազատ փողը եղել է 227-ը, բայց ուզում եմ իմ գործընկերներին այստեղ հայտնել, խորհրդակցելով խորհրդի անդամներին հետ, շաբաթ օր 2 օր առաջ, որը աշխատանքային էր, հագարակ հանձնի հստակ ցուցումին, որ ես այդ գումարները կարող եմ պահել ինչքան ուզեմ, մենք որոշում կայացրեցինք ամենայն դեպս մնացած գումարները փոխանցել Civitas-ի հաշվին։ Շաբաթ երեկոյան ժամը 5-ի կողմերը այդ փոխանցումը եղել է եւ այս օրվա դրությամբ ես ոչ Civitas-ին տալիք ունիմ, ոչ Civitas-ից առնելիք ունեմ։ Եվ պատահական չէ, որ շաբաթ օր ընդամենը Օսկանյանի հաշվեհամարին մնացած 870,000 դոլարը ամբողջությամբ վերադարձվեց Civitas հիմնադրամին։ Փաստորեն նախաքննության փուլում հիմնադրամին պատճառված վնասները ամբողջությամբ վերականգնվեցին։ Սա արդյոք նախաքննության մարմնի կողմից չի գնահատվում որպես հանցագործությամբ կատարված հետևանքների վերացում եւ նպաստումը, որ հանցագործության կատարումը չշարունակվեր։ Պատգամավորի ելույթից երևաց, որ իբր թե այս 870,000-ը վերադարձվել է Օսկանյանի բարի կամքի շնորհիվ։ Բարեգործության գումարը վերադարձվել է անձի բարի կամքի շնորհիվ, երբ բարեգործը մեկ այլ անձ է։ Ինչ վերաբերում է պատգամավորի կողմից 3 մեջ բերված հիմնադրամների մասին օրենքի 8-րդ հոդվածին, ապա այնտեղ ամրագրված է, որ կանոնադրությամբ նախատեսված շահառուներ հանդիսացող հիմնադրամի աշխատողների համար սահմանված բացառությունը, ապա հարկ եմ համարում, որ եւս մեկ անգամ նշել, որ այդ նորմերը իրավունք չի վերապահում նրանց հիմնադրամի գումարները յուրացնել եւ ծախսել անձնական նպատակներով։ Այստեղ մանիպուլյացիա է ենթարկում երկու հասկացություն։ Իր հայացողությամբ այդ գումարները ծախսելը, դարձյալ ասենք հիմնադրամի նպատակներից ելնելով, եւ իր անձնական նպատակներով դա ծախսելը։ Մենք չենք ասում դու ինչու ես ինչու քո հայացողությամբ ես ծախսել կամ չես ծախսել։ Մենք ասում ենք այդ հայացողությամբ ծախսած գումարից 180,000 դոլար